Բարի երեկո, այսօր եռանկյունում քննարկում ենք գլոբալ տարածաշրջանային փոփոխությունները, Հյուսիս Հարավ Միջանցք, գլոբալ քաղաքականություն և շրջափակում, որոնք են Հայաստանի մարտահրավերները և նոր հնարավորությունները։ Մեր եռանկյան գագաթներն են Ազգային ժողովի հանրապետական խմբակցության պատգամավոր պարոն Սամվել Ֆարմանյանը, Երևանի պետական համալսարանի եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն պարոն Արթուր Ղազինյանը և Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր վերակազմյալ հնչակյան կուսակցության ատենապետ տիկին Լյուդմիլա Սարգսյանը։ Պարոն Ֆարմանյան, այսօր Վրաստանի և Հայաստանի իշխանությունները միասին բացեցին կարևոր անցակետ հայ-վրացական սահմանում, Բագրատաշանի անցակետը, որը որ կարող է լինել ինչպես երկկողմանի օգտագործման, այնպես էլ ծառայի գլոբալ հյուսիս-հարավ աշխարհաքաղաքական և տնտեսական առանցքին։ Մեր հավակնությունները տեղին են ըստ ձեզ։ Կարծում եմ, որ շատ վաղուց հետսառը-պատերազմյան այս ողջ ընթացքում որևէ տնտեսական նշանակալի իրադարձություն ընդհանրապես Հարավային Կովկասում զուտ տնտեսական բնույթ չի ունեցել, որովհետև անկախ անգամ նպատակադրումից ցանկաց մեգատնտեսական նախագիծ ստանում է տարածաշրջանային նշանակություն եւ ես հետ համաձայն եմ, որ տարածաշրջանում եւ դրա շուրջ ընթացող զարգացումների համատեքստում հյուսիս-հարավ ուրվագծվող տնտեսական կոմունիկացիոն քաղաքական, այսպես ասած, միջանցքը Իրան, Հայաստան, Վրաստան, հետեւաբար Պարսից ծոց, Սև ծով եւ շարունակաբար դեպի Եվրոպա առնվազն դիտարկվող հնարավոր գաղափարներից մեկն է տնտեսական։ Եվ ես այդ դաշտում կտեղավորեի, իհարկե չբացառելով նաեւ, որ զուտ տնտեսական տեսանկյունից դա շահավետ է երկու երկրների համար տնտեսական առևտրային շրջանառության նաև ծավալները մեծացնելու, արտաքին շուկաներ դուրս գալու եւ որակյալ ծառայություններ մեր տնտեսվարողներին մատուցելու համար։ Տիկին Սարգսյան, գաղտնիք չէ, որ գլոբալ քաղաքականություն ունի հիմնական դերակատարներ՝ Ռուսաստանի Դաշնություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Եվրամիություն, Չինաստան եւ այլն։ Ըստ ձեզ հնարավոր է տարածաշրջանում գոնե Հայաստանի պարագայում համադրել գերտերությունների քաղաքական եւ տնտեսական շահերը։ Գիտեք, ես կարծում եմ, որ ոչ թե հնարավոր է, այլ անհրաժեշտ է։ Եվ ամեն ինչ պետք է անել, որպեսզի կարողանանք համադրել Եվրամիություն Հայաստան, Ռուսաստան Հայաստան շահերը։ Եվ այստեղ ես հակասություն ըստ էության չեմ տեսնում, որ մենք կարող ենք խնդրեմ ունենալ Ռուսաստանի կամ բախման մեջ մտնել Ռուսաստանի շահերի հետ, առայժմ կարծես թե մեր շուկան Ռուսաստանն է եւ եվրասիական երկրները հասկանալի պատճառներով, բայց ամեն ինչ պետք է անել, որ ձգտել նաեւ շուկա ունենալ Եվրամիության երկրներում, կարողանալ համապատասխանել նրանց ստանդարտներին եւ կարծում եմ, որ այսօրվա կառավարությունը կարծես թե որդեգրել է նման։ Դուք սպասում եք Հայաստան-Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագրին այս համատեքստում։ Ես կուզեի, որ այդ համաձայնագիրը լիներ, բայց ոչ իշա հայ-ռուսական բարեկամության։ Ոչ իշա, թե ոչ իվնաս։ Իվնաս հայ-ռուսական բարեկամության։ Կբանաձևեք ինչպիսի սպառնալիք եք տեսնում Եվրամիության հետ մեր հարաբերություններից։ Ես անձամբ որևէ սպառնալիք չեմ տեսնում։ Կարևոր է, որ նաև Ռուսաստանը չտեսնի։ Շնորհակալ եմ, պարոն Ղազինյան, ձեր կենտրոնը կոչվում է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն։ Բազմաթիվ գործառույթներ եք իրականացնում, բայց հարցս կոնկրետ այս խնդրին է վերաբերում։ Հետևելով եվրոպական քաղաքական վերնախավի վերջին տեղաշարժերին, զարգացումներին, եվրոպական օրակարգին, դուք արդյոք կարծում եք, որ արևելյան գործընկերությունը եւ Հայաստանը մասնավորապես Եվրամիության համար դեռ գերակա աշխարհագրական եւ քաղաքական տարածք են։ Նախ փորձենք հասկանալ, թե ինչի հանգեցրեց Եվրոպական միության արևելյան գործընկերության ծրագիրը առհասարակ Եվրոպական միության, ապա մասնակից պետությունների եւ ապա Ռուսաստան հարաբերություններին։ 2009 թվականին, երբ որ սկսվում էր արևելյան գործընկերության ծրագիրը, համար առանձին հաղորդում։ Հասկանալ, իհարկե, պարզ է, բայց ես նորից պնդում եմ եւ գտնում եմ, որ Եվրոպական միության արևելյան հարևանության ուղղությամբ տարվող քաղաքականությունը ակտուալ է եւ ձեռք է բերում առավել քան ավելի ակտուալություն, մասնավորապես կապված Իրանի վրայից այդ
պատժամիջոցների դուրս գալու հանգամանքը, ինչպես նաև 3 երկրների կողմից Եվրոպական միության հետ ստորագրված համաձայնագիրը ասոցիացիան խորհրդաման պարփակ առևտրի գոտին ազատ եւ այլն, որը տալիս է հնարավորություն ընդլայնելու համագործակցությունը որպես լավ օրինակ ցույց տալու այն երկրներին, որոնք հրաժարվեցին դա անել։ Դա վերաբերում է մասնավորապես Հայաստանին, քանի որ Վրաստանի օրինակը շատ պարզ եւ ցայտուն ցցուն օրինակ է ցանկացած հայի համար, ով երբևէ եղել է Վրաստանում, եւ հետեւում է Վրաստանում իրականացվող բարեփոխումների, ներդրումների ծավալին, եւ հետեւաբար այսպես դարձել է մի ցուցահանդես բոլոր այն երկրների համար, որոնք հրաժարվեցին ստորագրել այդ Եվրոսոց համաձայնագիրը։ Բազմաթիվ տվյալների հիման վրա մեկ հարց ընդամենը։ Ասոցիացիան համաձայնագիրը Վրաստանին դեռ չի տվել տնտեսական եւ քաղաքական այն հետևանքները, որոնց մասին խոսում էինք։ Հնայի աճ, կոռուպցիոն ռիսկերի նվազեցում, տնտեսության բարելավում, էքսպորտի արտահանման աճ դեպի Եվրամիություն, բոլոր տվյալները վկայում են, որ դեռ այդ ռեժիմները շարքային քաղաքացիների համար ոչինչ շոշափելի չեն տվել։ Ես ուրեմն ուզում խոսել ոչ թե հնայի տվյալների, այլ երկրի ընդհանուր տնտեսական ընդմիջակի եւ նաեւ այդ ծավալը ներդրումի, որ 3.5 միլիարդ դոլարի տարեկան ներդրում է կատարվում Վրաստանում, ինչը խոսում է Վրաստանի պետական, տնտեսական եւ քաղաքական համակարգի կայունության մասին, ապա նաեւ Եվրոասոցիացիան համաձայնագիրը, որտեղ 80 եւ ավել տոկոս ապրանքների համար հանվեցին ընդհանրապես զրոյացվեցին մաքսատուրքերը, ինչից մենք հրաժարվեցինք ընտրելով Եվրասիական միության անդամակցելու այդ հեռանկարը, ինչը տեղի ունեցավ մեզ մոտ եւ արդյունքը դեռևս տեսանելի չէ։ Որակալեմ, դեպետ Հայաստանը օգտվում է GSP+ համապատասխան միջավայրից եւ այնքան էլ մեծ ծավալ չի կազմում եւ համեմատելի չէ այն առաջարկվող տարբերակին, որը մենք մերժեցինք խորը համապարփակ տարեվտրի գոտու համաձայնագիրը։ Սա էլ պետք է ասեմ, որքանով ես տեղյակ եմ, Վրաստանի էքսպորտը արտահանում է դեպի Եվրամիություն, անկախ այս մաքսային նոր ռեժիմից չի ավելացել կտրուկ։ Պետք է նաև օգտվել ռեժիմից, ոչ միայն ունենալ այդ ռեժիմը։ Պարոն Ֆարմանյան, պարոն Ղազինյանը հետաքրքիր հարցադրում արեց։ Վրաստանը օրինակ է բոլոր այն երկրների համար, որոնք հրաժարվեցին Եվրոասոցիացիան համաձայնագրից։ Հայաստանը տարբեր ձևակերպումներով այնուհանդերձ չստորագրեց Եվրոասոցիացիան համաձայնագիրը։ Դուք որպես Հայաստան-Եվրամիություն պատգամավորական խմբի համաղեկավար, ինչպիսին եք տեսնում եւ զգում եվրոպական քաղաքական վերնախավի վերաբերմունք Հայաստանի հանդեպ այսօր։ Շատ կարևոր իսկապես թեմաներ են քննարկում, բայց ձեր թույլտվությամբ երկու միտք շարադրեմ մինչև ձեր հարցին անդրադառնալը։ Առաջին, Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական իրավիճակը խորհրդային միության փլուզումից հետո այնպիսին է, ես դեռ տարիներ առաջ հիշեցի մեկ գիտական հոդվածով էի հանդես եկել կոնֆերանսներից մեկի ժամանակ, որ բնութագրել էի անգլերեն ասած այսպես 4 C-երի տերմինոլոգիայով conflict, competition, cooperation եւ crisis, այնինչ կա մեր տարածաշրջանում, կա մրցակցություն, միջազգային ուժային կենտրոնների միջև իրենց ազդեցությունը պահելու եւ ընդլայնելու, կա ճգնաժամ, ընդ որում բոլոր երկրներում եւ դա վերաբերում է ներքին հասարակական կյանքին, արժեքային փոփոխություններին, նոր հնարավորություններին, կա ընդգծված համագործակցություն, դաշինքներ են ձևավորվում տարբեր ուժային կենտրոնների ու տարածաշրջանային կենտրոնների միջև եւ ի վերջո կան հակամարտություններ, որոնք բոլորիս հայտնի են։ Եվ որ ամենաէական առանձնահատկությունն է այդ ամեն ինչը գտնում է դինամիկ գործընթացի մեջ։ Այսինքն մի պնդում, որ ճիշտ էր 3, վաղը դառնում է ոչ այնքան ճիշտ, մյուս օրը կարող է հարցականի տակ դրվել։ Այն, որ Եվրամիության հետ Հայաստանի համագործակցությունը պետք է դիտվի որպես կարևորագույն մեր ուղղություններից մեկը, դա ուղղակի քննարկումից դուրս հարցադրում է իմ կարծիքով, եւ մեր իշխանությունները երբևէ չեն կասկածի տակ առել դրա անհրաժեշտությունը։ Այլ հանգամանք, որ իներցիայի ուժով, պատմականորեն ես մասնագիտության պատմաբան լինելով իմ շատ լավ հասկանում եմ դա ինչու է այդպես, բայց երբեմն չեմ կարողանում բացատրել, թե ինչու ենք մենք ձգտում անընդհատ հակադրելու մեր հարաբերությունները ուժային կենտրոնների հետ եւ մեզ դրթում կատարելու։ Մենք ենք ձգտում հակադրելու, թե իրենք հակադրվում են եւ փորձում են նաեւ մեր դաշտում հակադրել։ Պարոն Աշոտյան, այդ հակադրությունը կա, բայց ինձ ավելի շատ վախեցնում է ոչ թե այդ գոյություն ունեցող ռեալ հակադրությունը, որը մեր կամքից անկախ կա, այլ մեր ներքին ինչ-որ առումով սատանայական մղումը կատարելու, այսպես ասած, ճակատագրական ընտրություն, որի հիմքը մեր միջնադարից եկող ազատագրական լեգենդն է, այսինքն պատմական մտածողության առումով հիմքերը կան, բայց մենք պետք է հասկանանք հետեւյալը, որ այդ շահերի, այսպես ասած, խառնարանը շատ դինամիկ է, շատ բաներ են փոխվում։ Եթե մի քանի տարի առաջ Իրանը լինելով միջազգային սանկցիաների տակ
էապես սահմանափակող հանգամանք էր եւ բարդ կացության մեջ էր դնում Հայաստանի տարածաշրջանային առումով, այսօր երեկվա խնդրեմը դառնում է նոր հնարավորությունների նոր պատուհան։ Եվ ես վստահ եմ, որ վաղը անկախ ԵՄ-ի հետ այսօրվա դրությամբ մեր ունեցած առանձնացված հարաբերություններից Վրաստանի ու Հայաստանի պարագայում, վաղը դա եւս կարող է օգտակար գործոն դառնալ նույն Հայաստանի համար, որ մենք լինելով հարևան պետություններ, տարբեր տնտեսական միավորումների գտնվում։ Տիկին Սարգսյան, ո՞րն է ըստ ձեզ, եթե կիսում եք պարոն Ֆարմանյանի տեսակետը, ո՞րն է ըստ ձեզ այն օրակարգը, որ Եվրամիությունը եւ Ռուսաստանը կարող են համատեղ առաջարկել Հայաստանին։ Բացի ահաբեկչության դեմ պայքարից, խաղաղությունից եւ այլն։ Նախ ես ուզում եմ անդրադառնալ պարոն Ղազինյանի արտահայտած կարծիքին եւ գտնում եմ, որ այստեղ Վրաստանի ու Հայաստանի կողմնորոշման հետ կապված զուգահեռներ մենք չենք կարող տանել։ Մենք լրիվ այլ իրավիճակում ենք, Վրաստան լրիվ այլ։ Վրաստանը բաց ծովային երկիր է եւ ունի հարևաններ, որոնց հետ հակամարտության մեջ չէ։ Հայաստանը չէր կարող գնալ կտրուկ ընտրության։ Սիսիանի հետ ոնց որ հակամարտության մեջ։ Նու այդ առաջացավ արդեն Եվրոմիության ընտրության պարագայում, իսկ Հայաստանը ըստ էության այդ ընտրության հնարավորությունը դեռ այս этаպում գոնե թե չուներ, որովհետև մենք ունենք անվտանգության խնդիր, Եվրոպան մեզ անվտանգություն չի ապահովում եւ չի էլ խոստանում։ Մի այլ հարց է, թե որքանով է Եվրամիությունը նոր սկսել է աշխատել սեփական անվտանգային համակարգերով։ Այստեղ մի այլ հարց է, թե այն համակարգը, որի մեջ մենք գործում ենք, որի անդամ ենք մենք ինչքանով է ապահովում մեր անվտանգությունը կամ կարող է ապահովել։ Անվտանգությունը մեր բանակն է ապահովում։ Համամիտ եմ։ Ես համամիտ եմ, որ մեր դաշնակիցները մեզ օգնում են։ Խոսքը վերաբերվում է համակարգին։ Հետևաբար ես կարծում եմ, որ Հայաստանը այս этаպում ճիշտ կողմնորոշման մեջ է, որովհետև եւ եթե հիշում եք, առաջիններից մեկը ես եմ եղել, որ անկախ քննադատել եմ իհարկե իշխանության այս երկակի խաղը, բայց ընդունել եմ, որ որոշումը ճիշտ է եղել։ Ինչ երկակի խաղի մասին է խոսքը, պարոն Ֆարմանյան, դուք կարձագանքեք, բայց ուզում եմ Պարոն Ղազինյանին։ Ուրեմն տեսեք, չկա երկակի խաղ, հստակ 2009 թվականին ասվել է մեր իշխանություններին, որ մենք գնում ենք արևելյան գործընկերության, որի վերջնական նպատակը այս փաստաթուղթն է, որը մենք ստորագրելու ենք։ Հայաստանը համաձայնվել է բանակցել։ Մշակել է նախագիծը փաստաթղթի պայմանագրի։ Ավարտին հասել 13 թվականի օգոստոսին վերջնական բանակցությունները ավարտվել են եւ սպասում էին նոյեմբերի 25-ին, չեմ սխալվում օրը, ուրեմն որպեսզի այն ստորագրվեր։ Եվ հանկարծ մեկ գիշերվա ընթացքում, մեկ օրվա ընթացքում փոխվեց Հայաստանի աշխարհատնտեսական ընտրությունը, հիմնավորելով, որ գտնվելով անվտանգության մի համակարգում մենք չենք կարող գտնվել տնտեսական այլ համակարգում, ճիշտ է։ Եվ այդ հիմքով մենք մտանք Եվրասիական միություն։ Իհարկե եկան բողոքներ, եկան դժգոհություններ, որ ինչի համար էր պետք փոխել այդքան 3-4 տարվա ընթացքում աշխատանքի պրոդուկտը, երկակի խաղ չէր դա։ Մի գիշերվա բառը չպետք է ասեիք, պարոն Ֆարմանյանը հիմա բուրըն արձագանք։ Ես չեմ ասել այդ մի գիշերվա բառը դա ուրիշ տեղ ասվել, բայց համենայն դեպս խնդիրը ինչու՞մ է կայանում, սա գոյաբանական միգուցե ասենք հարց է, թե ինչ համակարգի մեջ ենք մենք ուզում ապրել։ Դա ընտրություն է ոչ թե գիտեք, որ Եվրոպա թե Ռուսաստան, այլ մոդելը պետության, տնտեսության մոդելը, արժի համակարգային, քաղաքական համակարգի մոդելը, հասարակության կոնսենսուսը։ Երկու հարցներ քննարկելու են, քաղաքակրթականն էլ, ռեալ պոլիտիկան, պարոն Ֆարմանյան, բանը կասելու։ Ես քանի որ մենք պարոն Ղազինյանի հետ գրեթե նույն տարիներին եղել ենք Երևանի պետական համալսարանի ուսանող, ես հիշեցի մեր շատ հարգարժան միջազգային հարաբերության ֆակուլտետի դասախոսներից մեկի կողմից գրված մեկ հոդված, որը վերաբերում էր 1915 թվականին մեծ Բրիտանիայի դիվանագիտությանը, որը սկսվում էր մոտավորապես հետևյալ բառերով Անգլիայի երկդիմի դիվանագիտության արդյունքում։ Հարգելի լսարան, հարգելի ժողովուրդ, վաղուց անհրաժեշտ է արձանագրել, որ բոլոր պետությունները իրենց արտաքին քաղաքականության ոչ թե երկդիմի են, այլ բազմադեմ են, շահերը թելադրում են, թե այդ պահին քո պետության համար դու ինչ որոշում ես կայացնում։ Սա տեսականորեն, երկրորդ։ Ինչ վերաբերում է Եվրամիության հետ մեր բանակցություններին, ես կրկնում եմ, որ Եվրամիության հետ համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, այդպես կա եւ մնալու է։ Ինչ մոդելի պետություն ենք մենք ցանկանում ստեղծել։ Բնականաբար եվրոպական մոդելի, որը հիմնված է համաշխարհային արժեքների վրա,
մի բան, որին ձգտում, բայց բավարար չափով հաջողություն չի արձանագրում նույն Ռուսաստանը։ Մենք արդյոք Եվրամիության մրգործընկերների հետ հարաբերությունում եղել ենք երկդիմի կամ այսպես ասած մեկ գիշերվա մեջ մոտեցումներ ենք փոխել։ Սա ուղղակի տեղեկացվածության պակասի արդյունք է։ Եվ ինձ համար դա հասկանալի է ինչու այդպես։ Ես կարծում եմ ավելի շատ քաղաքական գնահատական։ Նաև քաղաքական տեսեք իրականությունը, այսպեսին։ պարոն Ղազինյան, այսպես է, որ Եվրամիության անդամ երկրների հիմնական ծանրակշիռ ազդեցություն ունեցող երկրների մայրաքաղաքներում այդ երկրների պետությունների ղեկավարները, արտաքին գործերի նախարարները քաջատեղյակ են եղել շատ մեկ էական հարցի, որ Հայաստանի Հանրապետությունը Եվրամիության հետ բանակցում է ոչ թե այն նպատակով, որ որևէ գործընկերություն կամ որևէ համագործակցություն, լինի դա DCFTA կամ մեկ այլ համաձայնագիր, գա փոխարինի Հայաստանի եւ Ռուսաստանի հետ ունեցած հարաբերություններին, այլ դա լինի լրացում։ Եվ մենք շատ պարզ, շատ ազնիվ, շատ բաց պաշտոնական Բրյուսելում բազմիցս երկրի ղեկավարը ասել է, որ եթե Հայաստանի Հանրապետությունը կանգնեցվում է ընտրություն կատարելու բարդ խնդրի առջև, մենք ընտրության հնարավորություն չունենք։ Սա շատ անկեղծ բաց ասվել է։ Ձեր ասած ավելի կարճ է թե ավարտել։ փորձենք ասել, Հայաստանը չի փոխել խաղի կանոնը, Բացարձակ Հայաստանին է այդպես չի։ ասվել կամ, Այդպես չի, որովհետև երկար ժամանակ այդպես չի։ բանակցում էր եւ։ Հիշեք ներողություն ԵՄ չի տարբեր կարող դեսպանների բանորեն հայտարարությունը։ հնարավոր չի եւ արկայություն լինել համ ԵՏՄ անդամ եւ միաժամանակ ունենալ այն ձևաչափը, որ առաջարկվում էր Եվրամիության կողմից։ Դա նշանակում է ապրանքների ներողությունից ավարտեմ միտքս։ Ապրանքի մուտքը Եվրոպական միության շուկայից դեպի Հայաստան 80%-ով կատարվում է առանց մաքսային տարիֆի, ապա զրոյական տարիֆով ապրանքների ազատ տեղաշարժի հիմքով սկսում է տեղաշարժվել ԵՏՄ տարածքում։ Ստացվում է, որ ամեն մի տարածք պահպանելով իր էկոնոմիկան, սահմանում է մաքսային տարիֆներ, չէ, քաղաքականությունը։ Հայաստանը այդ անցքն է դառնում, որով եվրոպական ապրանքը մտնում է Եվրասիական Հասկանացա, մենք խոսում ենք աշխարհ քաղաքականության մասին, արժեքների մասին։ Այդ համաձայնագիրը ուներ շատ կարևոր քաղաքական բաղադրիչ։ Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, բազմակարծություն։ Միջև հիմա էլ ասենք, որ մենք հանձնառու ենք այդ բոլոր։ Հայաստանը հրճակվում, որ ինքը պատրաստ է եւ ինքը պատրաստական։ Ես եթե կարելի է պատմական մենք հիշենք, որ Տիկին Սարգսյանին մեկ նախադասություն ուղղակի Հայաստանի Հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական միության անդամակցելու որոշման հենց հաջորդ օրը կամ գրեթե նույն օրը Հայաստան նախագահը հայտարարել է, որ պատրաստ է Հայաստանի Հանրապետությունը ստորագրել ասոցիացիան համաձայնագրի քաղաքական բաղադրիչը։ Հայաստանի Հանրապետության կամքից անկախ բաներով պայմանավորված Ուկրաինա, Ռուսաստան արկածություն դա մերժվել է։ Հետո Եվրամիության կողմից եղել է սեփական քաղաքականության վերանայում եւ հիմա մենք բանակցում ենք այդ համաձայնագիրը ունենալու։ Խոսենք ապագայի մասին։ Եկեք այս էջը փակենք, խոսենք ապագայի մասին։ Տիկին Սարգսյան, դուք հայտնի եք որպես, չասեմ ռուսամետ, բայց ռուսական քաղաքական գծին համարժեք կարծիքներ հայտնող գործիչ նաեւ։ Ըստ ձեզ, երբ որ ձեր տեսակետից նայում եք արևմուտքին, եթե Եվրամիությունը միայնակ լիներ Ռուսաստանի հետ, կարող էր ավելի լավ լեզու գտնել իր հետ, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների ազդեցությունը վճռորոշ է նաև Եվրամիություն Ռուսաստան հարաբերությունների պարագայում։ Միանշանակ վճռորոշ է։ Իհարկե, եթե Եվրամիությունը առանձին բանակցեր Ռուսաստանի հետ, ես կարծում եմ Ռուսաստանը նախ այդ ծանր տնտեսական վիճակի մեջ չէր հայտնվի, ինչի մեջ այսօր կա իրականում, որովհետև իմ կարծիքով Ամերիկայի Միացյալ Նահանգները ամեն կերպ փորձում է իր ազդեցությունը մեծացնել Եվրամիության վրա եւ դա կործանարար է լինելու հենց Եվրամիության համար։ Եթե չկարողանան դիմադրել ամերիկյան ճնշումներին, ես կարծում եմ, որ Եվրամիությունը տարիներ հետո գոյություն չի ունենա եւ ընդհանրապես ամերիկյան մոտեցումը դեպի Եվրոպա լրիվ այլ հայացք է արդեն եւ նաեւ տարածաշրջանում կարծես թե Սիրիայի հարցում, Իրաքի հարցում, Իրանի հարցում ազդեցությունը ավելի շատ ամերիկյան է, քան եվրոպական երկրների։ Ըստ էության այդպես է։ Ես ներողություն եմ, Ես տեսնում եմ ինչպես է մեջից նշանակում, եթե Եվրոմիությունը չհրաժարվի Միացյալ Նահանգների քաղաքական գիծը սպասարկելուց, ապա դա կործանարար կլինի Եվրոպական միության համար, սա տեսակ հնչում է սպառնալիքի պես, որ Ռուսաստանի հետ ապագա, բայց իրականում լրիվ ուրիշ տեղ է խնդիր եղել, այն ժամանակ Պրիմակովը լուսահոգի գտնում էր, որ ճիշտ ժամանակն է Եվրոպային դնելու ընտրության առջև։
եւ որոշեք կամ Ռուսաստանը, կամ Միացյալ Նահանգները։ Նա այդպիսի մի ծավալուն վերլուծությամբ հանդես եկավ եւ ինչեւ դարձավ ռուսական արտաքին քաղաքականության հենասյունը, որ ստեղծվեց մի իրավիճակ, երբ որ Անգելա Մերկելը հայտնեց բավական բարդ ընտրության առջև, թե ի վերջո որ քաղաքական որ կողմն է լինելու։ Որոշ ժամանակ սկսեց մանևրելով երկու ուժային կենտրոնների միջև, ի վերջո ընդունեց իր այդ քաղաքակրթական որոշումը, որ Գերմանիան, Եվրոպական միությունը եղել եւ մնում են արևմտյան վարչակարգի մեջ, նրանք չեն կարող հրաժարվել այդ վարչակարգից։ Դրան հակադրվում է ռուսական մոդելը վարչակարգի, ասիկա դա բանը կառավարման տրամաբանությունը, հետադաբանությունը, ձևը, սկզբունքը եւ այլն, որոնք անհամատեղելի են իրար հետ։ Հնարավոր չէ ռուսական մոդելը, պոստսովետական մոդելը կիրառել Եվրոպական միության վրա, եւ այդ ընտրությունը արհեստական է, իրենք ի սկզբանե չէին կարող այլ որոշում կայացնել, քան գտնվել Միացյալ Նահանգների կողմից, միգուցե աշխարհաքաղաքական հրամայականի, որտեղ Եվրոպական միություն աշխարհաքաղաքական կառույց չի, մինչ այժմ դեռևս իրեն չի հրճակել աշխարհաքաղաքական կենտրոն, չի էլ փորձել նույնիսկ դες Փորձել է։ Տարբեր նպատակ չի ունեցել եւ միասնական բանակի ստեղծման նախաձեռնությունը պարոն Ղազարյան։ Դու դա միասնական բանակ չի եղել, դա եղել է ընդհանուր պաշտպանության եւ անվտանգության քաղաքականության մեջ, ընդհանրապես ստեղծվել են արագ արձագանքման խմբեր, զինված խմբեր, որոնք ունեն հումանիտար եւ խաղաղապահ առաքելություն, նրանք բանակի մասին երբեք չեն խոսել, համարելով որ ՆԱՏՕ-ն լեհական եւ չեխական մամուլը հրապարակեց տեղեկություններ Հոլանդի եւ Մերկելի համատեղ իբր մշակած փաստաթուղթ, որտեղ միասնական եվրոպական ուժերի բավական հին է իմիջիալը, դա նոր չի, դա նոր չի, չէ, ավելի հին է իրական, ուղղակի եղել է կոնցեպտ, ապագայի մոդել եվրոպական միության։ Այս ամենը ունենալով մտքում վերադառնանք տարածաշրջան։ Եթե կարելի մի բան ավելացնեմ, ուրեմն մի պարզ օրինակ, պարոն Ղազարյանին էլ բոլորին, մի պարզ օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգները ամբողջ մերձավոր արևելքը դրել է, այսպես ասած, ռումբի վրա եւ ով է տուժում այսօր, ով է տուժում Եվրոպան, իսկ ով է ռմբակոծում Հալեպը, տուժում են բոլորը, տուժում են եւ հայերը, ինքը հրահրում է, ապակայունացնում է երկրների պետական շահերն է փորձում այնտեղ սպասարկել տարածաշրջանում։ Ամերիկյան իմպերիալիզմի խնդիրը հիմա թողնենք այս անկյունում, վերադառնանք տարածաշրջանային խնդիրներին։ Բայց լավ կլիներ, որ թողնեիք ընդհանրապես մեր միտքը միշտ ավարտին հասցնենք։ Շնորհակալություն, մի գեղեցիկ օր մեկ այլ վարողի հետ այդպես կլինի գուցե։ Պարոն Ֆարմանյան, բոլորիդ է հարցս վերաբերում, կխնդրի արձագանքել։ Տարածաշրջանային դասավորումները այնպիսին են, որ Հարավային Կովկասը հղի է ռազմական կոնֆլիկտներով, Ղարաբաղյան խնդիր, թիվ 1 խնդիր այս տարածաշրջանում այսօր եւ այլն։ Մյուս կողմից կարծեք թե եւ Եվրամիությունը, եւ Ռուսաստանը, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները դեռ խաղաղ Հարավ Կովկասի մեջ են շահագրգռված։ Նոր պատերազմներ եւ նոր մարտահրավերներ այս տարածաշրջանում կարծեք թե չեն ուզում ոչ մի գերտերություն այս պահին։ Այդ ֆոնի վրա խառնվում է Թուրքիայի գործոնը, որը լայնածավալ էքսպանսիոնիստական քաղաքականություն է սկսել վարել։ Ըստ ձեզ Ռուսաստան, Վրաստան, Հայաստան, Իրան առանցքը, հյուսիս-արավ առանցքը կարող է դառնալ աշխարհաքաղաքական պատասխան այն շրջափակմանը, որում Հայաստանը այսօր հայտնվել է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից։ Նախ պետք է արձանագրել մի շատ էական հանգամանք։ Քանի դեռ տարածաշրջանում Խորհրդային Միության սոցիալիստական ճամբարի փլուզումից հետո ընթացող զարգացումները չեն հանգեցրել պերմանենտ ուժային տարբեր կենտրոնների, դրանք կարող են լինել ոչ թե աշխարհաքաղաքական կենտրոններ, այլ տարածաշրջանային ուժերի այնպիսի հավասարակշռության, որը կարող է դառնալ երաշխիք երկարաժամկետ կայունության խաղաղության, անվտանգությունը Հարավային Կովկասի շարունակելու է մնալ պայթյունավտանգ եւ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հեռանկարների առումով։ Իսկ քանի դեռ այդ դինամիկ process-ները եփման գործընթացում են, ցանկացած դաշինք, ցանկացած միջանցք, ցանկացած գործընկերություն չի կարող զարմանալի թվալ։ Բաներ, որ նույնիսկ այսօր կարող են մեզ համար թվալ տրամաբանորեն անընդունելի, բայց զարգացումների հանգամանքների բերումով կարող են դառնալ էներգետիկ համագործակցության քառակող պայմանագիրը Ռուսաստան, բայց ձեր թույլտվությամբ մեկ դեպք հիշեցի, վերջերս մոտավորապես նման շատ հետաքրքիր մի շրջապատով մարդկանց քննարկում ենք մոտապես նմանատիպ խնդիրներ տարածաշրջանային անվտանգության, գլոբալ
խնդիրներ եւ համընկավ այնպես որ մեր շրջապատում գտնված օտարերկրացի ընկերներից մեկը մասնագիտորեն շատ հեռու էր կանգնած այդ խնդիրներին, բայց փոխարենը դա այն օրն էր եւ Երևանում առաջի օրը ձյուն տեղաց եւ երբ մենք մոտապես խոսում ենք Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Եվրամիություն, Չինաստան նման բարձր գաղափարներից, այս մեր օտարերկրացի ծանոթը որ ներկա էր եւ հասկանում էր խոսակցականությունը, ասեց ես մի խորհուրդ ունեմ դες, իսկ կլինի այդ ամեն ինչը անելուց առաջ ուղղակի ձյուն մաքրել սովորեք, առաջի ձյունը երբ որ գալիս է կարողանանք մաքրել։ Սա շատ սիմվոլիկ է ինձ համար միտքը, բայց դա հետևյալն է։ Քանի դեռ աշխարհաքաղաքական կենտրոնները հարավային Կովկասում չեն գտել այն բալանսը, որը երաշխավորի երկարաժամկետ կայունություն, մենք պարտավոր ենք, չգիտեմ ինչ անել, բայց պարտավոր ենք մեկ բան չանել հաստատ։ Ինքնակամ չհայտնվել անիմաստ ընտրություն կատարելու զոհասեղանին, որի արդյունքում տուժողը լինելու ենք բնականաբար միայն մենք, որովհետև այդ խոշոր խաղացողները, ինչպես ասում են, որքան էլ տուժեն, իրենց ինչ է կատարվում Ուկրաինայում, Ես ներողություն։ Ուրեմն երկու անգամ միտքը հնչեցրեց պարոն Ֆարմանյանը, վերաբերվում էր այդ շրջադարձային եւ ճակատագրական որոշում եւ ընտրություն կատարելու։ ԵՏՄ անդամակցությունը հենց այդ ընտրության արդյունք էր, շրջադարձային եւ ճակատագրական ինքնիշխանության փոխանցում իմիջիայլոց մենք կարող ենք չանդամակցել ԵՏՄ-ին հրաժարվելով ստորագրել այդ ԵՄ համաձայնագիրը եւ մնալ կայուն դիրքերում ինքնուրույն որոշել քաղաքականությունը, բայց ընտրությունը որոշումը կայացվեց, ԵՏՄ անդամակցություն։ Դուք ասում եք Իրան, Վրաստան, Ռուսաստան, Հայաստան, չէ, ճիշտ եմ հասկանում։ Ռուսաստանը դա իմ կարծիքով եւ դա ապացուցեց օգոստոսի հանդիպումը Բաքվում, որ կայացավ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի նախագահների հանդիպումը, որը կապված էր իրանական ապրանքների դեպի Ռուսաստան տրանզիտի հետ, որտեղ որ Հայաստանի մասին որևէ բառ չխոսվեց, դա քննարկվում էր իրանական ապրանքների տրանզիտը դեպի Ռուսաստան կազմակերպել Ադրբեջանի տարածքով։ Այսինքն Հայաստան չկար այդտեղ։ Հիմա ով է շահառուն իրանական հայկական տրանզիտի, Եվրոպական միությունը, Եվրոպական շուկան, որովհետև Իրան, Հայաստան, Վրաստան ծևծով։ Դա ինչ է նշանակում է Պարսից ծոցը կապել ծևծովի հետ, ճիշտ է։ Այդտեղ Ռուսաստան չկա, այդտեղ ճանապարհը շատ դժվար է դեպի Ռուսաստան։ Լարսի խնդիր կա, սահմանները փակ է, երկաթգիծը չի աշխատում եւ այլն։ Մեր ճանապարհը դեպի տրանզիտ, զուտ նայելով աշխարհագրությունը, տանում է դեպի Եվրոպա։ Այսինքն մենք Եվրոպա պետք է միտված լինենք։ Իսկ այդ դեպքում ինչն էր խնդիրը, մենք գազի մասին օրենք ընդունեցին, Գազպրոմի մասին օրենք, այդտեղ ձևակերպեք այդ օրենքը 30 տարով Գազպրոմի մենաշնորհը հաստատենք։ Այդ դեպքում ինչ իրանական գազի մասին եք մենք խոսում ենք, օրենքով իրավունք չունենք խոսել այլ գազի մասին, քան Գազպրոմինն է։ Մենակ նա իրավունք ունի խոսելու։ Ստորագրված է նոր համաձայնագիրը, որի ավելանալու մեմորանդում է, հուշագիր է ստորագրված ինչ-որ վերջում ստորագրվեց։ Դա որևէ կապ չունի Գազպրոմի, դա իրանական գազը վերածվում է հոսանքի եւ վերադարձվում է հետ դեպի Իրան։ Որտեղ է վերածվում։ Հայաստանում, դուից էլի Գազպրոմի խորհրդներով, Գազպրոմի հնարավորություններով եւ երկրորդը մենք այսօր բավական սահմանափակված ենք Իրանի տարեվտրային համագործակցության հաստատման հարցում, ինչի որտեղ ԵՏՄ անդամակցությունը ենթադրում է միասնական մաքսային տարիֆի առկայություն։ Այսինքն Հայաստանը չի կարող ինքնուրույն բանակցել Իրանի հետ, որպեսզի ինքնուրույն մաքսային քաղաքականություն իրականացնի իրանական հականապրանքների համար, որովհետև բայց մենք 1 տարի առաջ դիմել ենք ԵՏՄ-ին, խնդրելով վերանայել ԵՏՄ-ի եւ Իրանի միջև այդ ուրեմն աշխատանքը, բայց մինչ այժմ որևէ արձագանք ես գոնե չեմ ստացել։ Միգուցե եթե կա ճշմարիտ լինենք, որ ասոցիացիան համաձայնագիրը ստորագրելու պարագայում էլ Հայաստանը իր վրա էր վերցնում հստակ պարտավորություններ մաքսային եւ հարկային ոլորտներում։ Այնպես չէ, որ այնտեղ պահպանվում էր ազատություն։ Դրա փոխարեն մենք ինչ-որ բան ենք ստանում, մենք ստանում դոնորների համաժողով, ստանում ենք մոտավորապես 4 միլիարդ դոլարի չափով օժանդակություն բանկային համակարգին եւ ֆինանսական համակարգին, ստանում ենք տեխնոլոգիաներ։ Մոլդովայի դոնորների հավաքից հետո ինչքան փող մտավ Մոլդովա։ Երկիր, որը ստորագրել է համաձայնագիրը։ Ես չեմ հետեմ։ Ես գիտեմ թե ինչքան է եղել Հայաստանի համար, թե ինչքան է եղել Մոլդովայի համար, ես չգիտեմ։ Օգնությունը, որը ստորագրել է ասոցիացիան համաձայնագիրը։ Սա մեղադրանք չէ, ոչ էլ քննադատություն։ Մեղադրանք չէ, իհարկե։ Ես եթե կարելի է շատ Իրանի հետ կապված մեկ կարևոր լրացում։ Սաքսանը կշտամբետ լավ։ Հա, ուղղակի լրացման կարգով իսկապես պարոն Ղազինյանը ձեր կողմից է Իրանի հետ կապված։ Բայց Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միության խորհրդի բոլոր աշխատանքային հանդիպումների ժամանակ մեր հանրապետության նախագահի կողմից այդ հարցը բարձրացվել է եւ այսօր Իրանի հետ կա քաղաքական համաձայնություն ԵՏՄ-ի շրջանակներում
ունենալ առևտրատնտեսային այնպիսի առանձնահատուկ հարաբերություններ, որոնք կարող են օգտակար լինել ԵՏՄ-ի միակ անդամ պետությանը Հայաստանին, որը ընդհանուր սահման ունի Իրանի հետ։ Ձեր դիտարկումը ճիշտ է, այդ ուղղությամբ էական աշխատանքներ տարվում են։ Հայաստանը չի որոշում Շնորհակալ եմ, բացառիկ առաջարկություն Եռանկյան տաղավարում Տիկին Սարգսյանին ուղղում եմ հարց եւ թույլ եմ տալիս, որ միտքը նորմես կարճ ավարտի։ Պարոն Ղազենյան հետաքրքիր բան ասաց, քարտեզի վրա աշխարհագրորեն այսօր Հյուսիսարավ Միջանցքը ավարտվում է վրացական նավահանգիստներում, որովհետև աբխազական երկաթգիծը եւ ռոկի այսպես կոչված թունելը փակ են։ Դուք տեսնում եք հնարավորություն վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորման այնպիսի խորության, որ կոմունիկացիաները բացվեն եւ Հյուսիսարավը դառնա լիարժեք տրանսպորտային միջանցք։ Ես ոչ միայն տեսնում եմ, ես կարծում եմ, որ Վրաստանը գնում է դրան, որովհետև կարծում եմ մի փոքր շտապողականություն դրսևորեցին իրենք, ճիշտ չգնահատելով ռուս-վրացական բարեկամության կամ բարեկամության բացակայության հետևանքները։ Վրաստանը շատ լավ գիտակցում է, որ հյուսում ունենալով հզոր Ռուսաստան եւ այդտեղ Ռուսաստանը տարածաշրջանում ունենալով շահեր, միևնույնն է, այդ բարեկամությունը, եթե գոյություն չունի, ապա Վրաստանի համար շատ տխուր վիճակ է ստեղծվելու, որովհետև չհամարենք, որ Նկատի ունեք տարածքային կորուստները։ Տարածքային կորուստները արդեն իսկ փաստ են եւ այդ ֆոնին Սպասում են նոր կորուստներ, դու կարող ես իմանալ։ Չեմ կարող ասել, վերջերս չեմ հանդիպել նախագահին, բայց Վրաստանի։ Մինչ այդ հանդիպում եք։ Դե հիմա, բայց ես կարծում եմ, որ վրացիները իրենք արդեն իսկ շահագրգիռ են, որպիսի հարաբերությունները Ռուսաստանի հետ բարելավեն, ինչու ոչ նաև վերականգնեն գոնե 50% մակարդակով, որովհետև ըստ էության Վրաստանը որպես տնտեսական շուկա ավելի շահագրգիռ է եվրասիական երկրներում, ԵԱՏՄ շրջանակներում, որովհետև մրցունակ է այնտեղ։ Եվ դա վիճելի չէ, որովհետև այն ստանդարտները, որ պահանջում է Եվրոմիությունը, Վրաստանը դեռ պատրաստ չի։ Վրաստանի նոր իշխանությունները պակասացրել են հակառուսական հռետորաբանությունը։ Դա ակնհայտ է, ակնհայտ Դա է։ ունի պատճառներ։ Նյարդային է Ռուսաստանը բավականին դարձել, ներողություն եմ խնդրում ես դրա համար։ Հա, դե դուք ուզում եք խոսել, լավ։ Որովհետև սպասենք։ Ես կարծում եմ, որ ամեն ինչ գնում է դրան եւ այստեղ ոչ միայն քաղաքական շահերն են եւ վտանգ, որ տեսնում է Վրաստանը Ռուսաստանի կողմից, այո, ինչու ոչ, չի բացառվում, որ վերջի վերջո Վրաստանը կարող է էլի կորուստներ ունենալ, բայց այստեղ կա շատ մեծ տնտեսական շահ, այստեղ կա շատ մեծ տնտեսական շահ, որը Վրաստանը պարտավոր է ապահովել, իսկ այդ շահը Ռուսաստանում է նաև։ Ես մի բան ասեմ, ավելացնեմ, մտքի հետ կապված համաձայն չեմ, որ Ռուսաստանը Դուք խոսափում եք միտումնավոր բոլորդ հակադրվել բառից կամ չհամաձայնել։ Բոլորդ ավելացնում եք լրիվ ուրիշ բան, քան ասես հակադրվեմ ամեն ինչով, ինչ ասվել է, որովհետև ինչի Ռուսաստան եւ Վրաստան հարաբերությունների կարգավորման թնջուկը Աբխազիան եւ Հարավային Օսիան դեռ չի վերացել, դա չի վերանալու։ Ճանաչել է Ռուսաստանը պաշտոնապես, չի հրաժարվելու ճանաչումից։ Դու նայ Ղրիմի պարագայում Ուկրաինայի հետ։ Դա մի չկարգավորվող, դա հավիտենական խնդիր է, որը մնալու է այնքան ժամանակ, քանի դեռ կա Ռուսաստանի կայսերապաշտական նկրտումները, մեծապետական մոտեցումները։ Սա փաստ է։ Երկրորդը ճիշտ չէ լինի, սпасեինք կարգավորվեր այդ հարցը երկաթգիծ աշխատել, որ չմնային քարանձավի հույսին լարսի, որ կտարվա մեջ 6 անգամ կարող է փակվի, քարը փլուզվի, ձյունը գա։ Մեր միակ ճանապարհը դեպի ձեր նշած ԵՏՄ այդ մեծ գիգանտ շուկան, տայգաները դեպի, այդ մի ճանապարհով անցնում ընդամենը։ Մենք մտնում ենք ԵՏՄ կառույցի մեջ, այդ մի քարանձավի հույսով։ Դա մեր հույսը։ Եվրոպական միության այդ ասոցիացման համաձայնագիրը Վրաստանի ծովն է դա։ Դա ծովային ճանապարհն է Հայաստանի առևտրային։ Տայգան ու ծովը։ Դա ծովով դեպի Եվրոպական միություն, չէ, խիղճ ես ասում, բայց իրականը մեր ճանապարհը իրական բաց ճանապարհ է դեպի Եվրոպա։ Ինչ ասեիք, Թուրքիայի հետ կապված ասեիք։ Թուրքիայի շրջափակումը, որի վրա չեն կարող ազդել ոչ Եվրամիությունը, ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ոչ Ռուսաստանը։ Ուրեմն Հայաստանի ԵՏՄ արտաքին սահմանը փակ է։ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը դա Հայաստանի, դա Եվրասիական միության արտաքին սահմանն է Թուրքիայի հետ, ճիշտ է։ Լսել եք որևիցե անգամ
Պուտինը, որևէ երկրի առաջնորդ Էրդողան հանդիպման ժամանակ բարձրացնի ԵՏՄ սահմանը բացելու հարց։ Ես չեմ լսել։ Հանդիպել են բազմաթիվ անգամներ, խռովեցին, կռվեցին, բարիշեցին, իրար համբուրեցին, ամեն ինչ արեցին, բայց Եվրասիական տնտեսական միության արտաքին սահմանը բացելու մասին որևէ բառ չի ասվել։ Սա առավել քան տարօրինակ է ինձ համար։ Շարունակեմ ձեր միտքը։ Տարօրինակ է ինձ համար Եվրամիության սա։ պաշտոնյաների հանդիպումները թուրք իշխանությունների հետ նույնպես միշտ շրջանցել են այս հարցը։ Իրանք իրաց պետք չի, որովհետև։ Բայց չէ որ ԵՏՄ-ի մասին եմ խոսում, չեմ ասում Բայց Հայաստանի։ Իրենք զարմանալու պնդե որպեսզի ԵՏՄ սահմանը բացվի, ինչի համար։ Դու ԵՏՄ պնդի։ Կա Պուտին, կա Լուկաշենկոն, Նազարբաևի ընկերն է Էրդողանը, իր դրկը բռնած ման են գալի ամբողջ օրը։ Թող իրանք իր հետ խոսեն։ Ինչի՞ պետք է եվրոպացի 3 միլիարդ եվրով տվեց Էրդողանին։ որ ինչի համար տարբեր բաների մասին ենք խոսում։ Հասկացա, պարոն Ղազարյան, պարոն Ֆարմանյան, խոսեցինք գլոբալի մասին, խոսեցինք Վրաստանի մասին, մի քիչ կենտրոնանանք Իրանի շուրջ, հա, հնարավոր համագործակցությանը։ Այս տաղավարում է հնչել այն տվյալը, որ Լեռնային Ղարաբաղ ավելի երկար սահման ունի Իրանի հետ իրականում, քան Հայաստանի Հանրապետությունը։ Դիտարկելով այս ամբողջությունը Իրանի հետ մեր սահմանային եւ այսօրվա տնտեսական համագործակցության պոտենցիալը, որտեղ եք տեսնում հիմնական խնդիրը, որ մենք չենք կարողացել դեռ ամբողջությամբ օգտվել իրանական շուկայից։ Իսկապես իմ պատկերացումներով իրանական ուղղությունը առաջիկա 1-2 տասնամյակի ընթացքում դառնալու է մեր երկրի համար հնարավոր 2-3 ամենակարևոր առանցքային խնդիրներից մեկը, եւ դա տարբեր պատճառներ ունի, որովհետեւ խոշոր հաշվով Հայաստանի Հանրապետությանը հարակից տարածաշրջանային թե աշխարհակաղակական բոլոր կենտրոնները չափից ավելի դուրս խնդիրների մեջ արդեն գնալով խճճվում են։ Դա վերաբերում է եւ Թուրքիային, եւ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությանը, եւ Եվրամիությանը կապված ներքին տարատեսակ գործընթացների հետ։ Ահա այստեղ գործ ունենք նոր աճող աստղի, ինչպես ասում են Իրանի հետ։ Պետք է Իրանը նախ շատ լավ հասկանալ, պետք է շատ լավ ճանաչել։ Եվ ես ցավով արձանագրում եմ, որ մենք տեսեք ամեն ինչի մասին խոսում ենք, Միացյալ Նահանգներ, Եվրոպա, Ֆրանսիան մենք ավելի լավ գիտենք, քան մեր հարևան Իրանը, քան անգամ նույնիսկ Թուրքիան։ Սա փաստ է իմ աչքերով։ Իրանի հետ կապված մենք երբեք չպետք է ունենանք չափազանցված սպասումներ, որ կապված հյուսիսային Ատրպատականի կամ ադրբեջանաբնակ տարածքների եւ այլն խնդրի հետ Իրանը նախընտրելու է Հայաստանը որպես միակ դաշնակից Հարավային Կովկասում։ Սա տրամաբանությանը հակասող սպասում է։ Փոխարենը իմ կարծիքով եւ դա նկատելի է, Իրանը ձգտելու է արտաքին աշխարհի հետ իր շփումները դիվերսիֆիկացնել։ Այո, այդպես է Ադրբեջանի միջոցով Ադրբեջանի 4 հիմնական ուղիների Ադրբեջանի միջոցով դուրս գալ ռուսական շուկա, դա բխում է Իրանի շահերից, որքան էլ դա մեզ դուրս չգա, պետք է կարողանանք նաև մենք արձանագրենք մեր կշիռը միջազգային հարաբերությունում, ոչ մի Հայաստանի Հանրապետություն իզորու չէ ազդել այդ զարգացումների չեղարկման ուղղությամբ, անկախ իշխանությունները ովքեր են, ինչ են եւ այլն։ Սա տնտեսապես ձեռնտու է եւ ծախսատարության առումով նպատակահարմար, բայց դա արդյոք նշանակում է, որ Հայաստանը չպետք է աշխատանք կատարի, ինչպես պարոն Ղազարյանը ասեց, դուք շեշտեցիք, այսպես է հյուսիս-առավ միջանցքի ձևավորման ուղղությամբ։ Դա եւս բխում է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային պետական ռազմավարական շահերից եւ այստեղ ճիշտ բանաձևեր գտնելու անհրաժեշտություն կա նաեւ արտաքին գործընկերների ներգրավման շահերի համադրման տեսանկյունից։ Իմ ամփոփիչ միտքը հետևյալն է, որ մենք պարտավոր ենք շատ ավելի լավ ճանաչել Իրանը, մեծացնել, ես 3 խորհրդանում ինչարից այդ հարցը բարձրացրել եմ, Իրանում մեր դիվանագիտական կորպուսի ներկայացվածության աստիճանը եւ ամեն կերպ խրախուսել բոլոր այն հնարավոր շփումները, որ այդ պատմությունից համար դուք շոշափեցիք նաեւ կրթական բաղադրիչ ունեցող հարց, որովհետեւ ճանաչելու համար պետք է ուսումնասիրություն, կրթություն, գիտություն, ԵՊՀ-ում գործում է ձեր կենտրոնը եվրոպական ուսումնասիրության, մեկ հարց եմ ուզում տամ ձեզ այս պարագայում։ Քանիցս եղել եմ, տեսել եմ, հրաշալի աշխատող կառույց է։ Շատ լավ ժամանակակից կենտրոն, բարձր մակարդակի ուսումնա։ Ինչն է խանգարում Ռուսաստանի մեր գործընկերներին, որպեսզի լրացուցիչ ջանքերով նմանատիպ ռուսական հետազոտությունների, եվրասիական կամ սլավոնական հետազոտությունների կենտրոններ բացվեն մեր բուհերում ավելի մեծ ֆինանսավորմամբ, լրատվական դաշտում եւ այլն։ Ինչու այդ փափուկ ուժ կոչվածը, որը օգտագործվում է այսօրվա աշխարհում որպես ազդեցության հնարավորություն,
մեր դաշնակիցները Ռուսաստանից այս պայդերությամբ լավ չեն կարող օգտագործել։ Դուք շատ տխուր հարց տվեցիք, ճիշտն ասած, ես Տխուր առիթ եմ ունեցել մեզ համար բառի տխուր։ հոմանիշներ։ Այո, մեզ համար տխուր, որովհետև Ռուսաստանին միանշանակ չի կարելի վերաբերվել, որովհետև եթե կա մի աստիճան, որտեղ մենք կարողանում ենք Ռուսաստանի հետ շփումները հավասար կամ մի փոքր թույլ կարգավիճակով ապահովել, ապա կան ոլորտներ, որտեղ մենք իզորու չենք ինչ-որ ձևով Ռուսաստանի վրա ազդելու կամ նրա ուշադրությունը ավելի բևեռելու Հայաստանի նկատմամբ։ Կա Մոսկվայի պետհամալսարանի մասնաճյուղ, կա Սլավոնական համալսարան։ Ցավում եմ, բայց դա նաև վերաբերմունք է մեր երկրի նկատմամբ։ Անկախ ամեն ինչից, անկախ նրանից, որ իրենք մեր ռազմավարական գործընկերն են եւ մենք դա պիտի պահպանենք։ Ռուսաստանը կարծում եմ շատ կարեւորում է Հայաստանի բարեկամությունը, բայց առանձնապես մեծ ջանքեր չի գործադրում այդ բարեկամությունը պահպանելու համար, մտածելով, որ այդ բարեկամությունը միևնույնն է կմնա։ Մեկ ավանդական հարցադրումով նման թեմաների քննարկման մեջ ասեմ, էլ ինձ չասավ, խոսեցին, ուրեմն կապված Իրանի հետ։ Մենք խոսում ենք ամեն ինչի մասին, իրանական շուկան ուսումնասիրելու, Իրանը լավ ճանաչելու։ Լավ, հարց տալիս ենք, ո՞նց ենք տրանսպորտը ապահովելու Իրանից։ Մի հատ հյուսիսարավ ճանապարհ ենք 6 տարի է սարքում ենք, դեռ 10%-ն ենք սարքի, այն էլ պրոբլեմով այն միջի հիմա ստուգում են։ Երկաթգիծ չունենք, ճիշտ է։ Ճանապարհը բավական բարդ է, շատ ապրանքների տարանցիկի համար։ Այսինքն մենք ներսում մեր հարցերը չենք կարգավորել, մենք ունենք չլուծված մեծ հարցեր, բայց խոսում ենք համաշխարհային մեգա պրոյեկտների մասին։ Պետք է զարգացվի ենթակառուցվածքային ցանցը, ուշադրությունը կենտրոնացվի հյուսիս-հարավ միջանցքի կառուցման վրա, դա կլինի եւ երկաթգիծ եւ ավտոճանապարհ մայրուղի ցանկացած ձևով, բայց ամբողջ իմաստը հետեւյալն է, մենք կարողանանք ճանապարհ առաջարկենք Իրանին, մենք ճանապարհ չենք առաջարկում ու նեղանում ենք։ Մենք ինչը մեր հետ չի աշխատում։ Մենք նեղանում ենք, ես նեղանում եմ իրականում խի Հայաստանի հետ։ Երկրորդը, ինչի Հայաստան, որովհետև Թուրքիայի հետ Իրանը երկարաժամկետ, հատկապես Թուրքիայի արևելյան մասով չի նախատեսում սուիտ, շիրիտ այդ միջէթնիկ իրենց կոնֆլիկտը, որ դարերով գալիս է։ Երկրորդը Թուրքիայի այդ հատվածում վիճակ ապակայունացնող։ Իրեն համար խնդիր է նաև որոշակի առումով Բաքուն, Ադրբեջանը, քանի որ շատ մեծ բնակչություն կա եւ ցանկացած պայ ազգամիջյան բախումներ նաև կարող են հրահրվել։ Հայաստանն ամենաստաբիլ, ամենակոնկրետ եւ հասկանալի գործընկերն է Վրաստանի հետ միասին, բայց մենք չենք իրացնում այդ պոտենցիալը։ Երկրորդը Ռուսաստանի հետ կապված։ Մի բան էլ ասեմ, ուրեմն այն գինը նշանակությունը, որ ունի Հայաստանը Ռուսաստանի համար, մենք միշտ թերագնահատում ենք։ Հայաստանը, եթե որոշեց դուրս գալ ռուսական պրոյեկտների ԵՏՄ-ի հապկի, դա 4 պետություն ունեցող կառույցներ են դրանք, 4-5։ Մեկի դուրս գալը արդեն կսկսի իր դոմինոյի էֆեկտով քանդել արդեն ամբողջ անվստահություն աշխարհի կողմից դրա նկատմամբ։ Եվ երկրորդը Հարավային Կովկասն է Հայաստանը խորհրդանշում։ Մենք այդ գինը չենք հասկանում, խոսում ենք ռուսի կարևորության մասին, որտեղ է գործընկեր, կասեք ինձ։ Պրոբլեմա բոլոր ոլորտներում որտեղ է գործընկեր։ Հետևյալ մտքով, Ռուսաստանը Հայաստանին պետք է նույնքան, որքան Հայաստանը Ռուսաստանին։ Ես ակնհայտ է։ Ես եւս ուղղակի պարտավորված եմ մեկ նախադասությամբ ես համաձայնվել։ Պարոն Ղազյանի միտքը իսկապես շատ առանցքային է։ Ես ցավով եմ դա արձանագրում, որ Ռուսաստանի Դաշնությունում իմ կարծիքով չկա Հայաստանի Հանրապետության կարևորության adekvat ընկալում։ Եվ սա մեղադրանք չէ։ Դա հասկանալու համար պետք է հասկանալ ընդհանրապես ռուսական քաղաքականության տրամաբանությունը։ Բայց արդյոք դա ինքնին նշանակում է քո ընկերոջը հուզական չէ։ Քո գործընկերոջը կամ քո ընկերոջը ցույց տալու համար թե դու ինչքան կարևոր ես, դու բացակայես ինչ-որ կարևոր միջոցառումից կամ կարևոր նախաձեռնությունից, մտածելով որ դա կբերի նրան, որ ընդամենը ընկերդ հասկանա, բայց չէ որ այդ ընթացքում դու կարող ես եւս ինքդ շատ բան կորցնես։ Հետևաբար այստեղ կրկին գալիս ենք շատ տրիվիալ մի պարզ իրողության։ Մենք պարտավոր ենք առաջնորդվել մեր շահերով։ Արտաքին զարգացումները ցավոք սրտի մեր սրտի կամքով չեն թելադրված եւ մեր ցանկություններով չեն շարժվում ոչ Ռուսաստանը, ոչ Արևմուտքը։ Մեզ վիճակված է պետականաշինությամբ զբաղվել չափազանց բարդ աշխարհակաղակական միջավայրում, չափազանց խոցելի իրողությունների պայմաններում։ Արդյոք իմ ասածը նշանակում է դիագնոզ վատատեսության բացարձակ ոչ, միշտ լինում են ճիշտ լուծումներ, ճիշտ հեռանկար դուրս գալու
առումով։ Այս առումով իմ կարծիքով մենք գնում ենք մի ճանապարհով, որը առնվազն երաշխավորել է, որ Հայաստանի Հանրապետությունը չհայտնվի աշխարհաքաղաքական բախումների այնպիսի կիզակետում, որ մի քանի տարի առաջ որևէ մեկը չէր կարող պատկերացնել ինչ տեղի կունենա Սիրիայում, Դոնբասում եւ այլուր, բայց դրանով հանդերձ անվտանգությունը երաշխավոր մենք պետք է գտնենք զարգացման ուղի։ Շնորհակալություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնախնդիր եւ գլոբալ քաղաքականություն։ Այն ամենը, ինչ որ խոսեցինք, կարճ, ինչպես կանդրադառնաս ձեզ ԼՂՀ հիմնախնդրի վրա։ Ձեզանից։ Ինչպես կանդրադառնա, թե ինչ ընթաց կարող է ունենալ։ գործողությունների վերսկսման վտանգ, կա հակառակը զսպման հնարավորություններ այսօր միջազգային այս անցուդարձի շրջանակներում։ Իհարկե հակամարտության ընթացքում բազմաթիվ բախումներ են եղել եւ վերջին պատերազմը ապրիլյան ցույց տվեց, որ այո, կարող է դա կրկնվել, որովհետեւ մենք ըստ էության Քանի աշխարհի գլուխը խառն է, Ալիևը փորձի հերթական անգամ Ալիևը բավականին մեծ միջոցներ է ծախսել զինվելու համար եւ նա խնդիր ունի նաեւ դա օգտագործելու եւ նա իր իշխանությունը պահում է Ղարաբաղյան հարցի հիմնախնդրի շրջանակներում, որովհետեւ ամբողջ Ադրբեջանը մտածում է, որ ավելի ճիշտ այն ռոպագանդան, որ տարվում է Ադրբեջանում Ալիևյան կլանի կողմից, հետեւյալն է, որ եթե քանի դեռ կա Ալիևը, այդ խնդիրը հնարավոր է լուծել։ Շնորհակալություն։ Լեռնային Ղարաբաղ եւ աշխարհ այսօրվա վիճակը ինչպես է մարտահրավեր։ Ես կուզեմ մի բան ասել, Ալիևը այդքան համարձակություն չունի առանց գերտերությունների սանկցիայի որևէ ռազմական ավանտյուրա սկսելու, քանի որ լավ հասկանում է, թե դա ինչի կարող է հանգեցնել հենց իր համար։ Դեպաբար այդ 5-օրյա, 4-օրյա պատերազմը դա հերթական ապացույցն է, որ Հայաստանի ճակատագրական եւ վճռական ընտրությունը հանուն անվտանգության թեզը ջարդելով, կոտրելու ընդհանրապես դա որևէ կապ չունի անվտանգության հետ, եւ երկրորդը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս մնում է չկարգավորված, Միսկի խմբի ձևաչափը խաղաղության երաշխավորն է Լեռնային Ղարաբաղում։ Եվ իմիջիայլոց Ռուսաստան, Միացյալ Նահանգներ երկկողմ հարաբերությունից այնքանից միակ երևի հարթակը, որ դեռ միասին աշխատում են, երևի թե Միսկի խմբի հարթակին, այո։ Պարոն Ֆարմանյան։ Իրականությունը հետևյալն է. քանի դեռ Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունները իրենց պետության առաջնորդներով պատրաստ չեն իրականության մեջ, բացի դիվանագիտական լեքսիկոնը, գնալու փոխադարձ զիջումների եւ իրենց հասարակություններին բացատրելու այդ փոխզիջումների կարեւորությունը, սա մեկ, երկրորդ, քանի դեռ տարածաշրջանային ուժերը, Իրան, Թուրքիա եւ գլոբալ աշխարհակաղակական ուժերը, Ռուսաստանի Դաշնություն, Միացյալ Նահանգներ, Եվրամիություն, չեն եկել ընդհանուր հետևության, որ հիմա կարելի է խաղաղ կերպով կարգավորել հակամարտությունը, ես ցավով եմ արձանագրում, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը իր լուծումը չի ունենալու։ Երբ որ ասում եմ չի ունենալու, դա նշանակում է, որ շարունակվելու է դիվանագիտական գործընթացը եւ ցավով եմ արձանագրում, որ որևէ պարագայում, որևէ ուժի դրդմամբ, շահերի համադրմամբ պատերազմը եւս կարող է լինել այդ դիվանագիտական խաղի մի մաս։ Սա է իրականությունը։ Շնորհակալություն, հարգելի հեռուստադիտող։ Հայաստանը հետաքրքիր է աշխարհին, իսկ աշխարհը մեր շուրջ նոր հնարավորություններ եւ մարտահրավերներ է ստեղծում։ Մեր հարաբերությունները այլ երկրների հետ պետք է կառուցված լինեն բացառապես մեր ազգային շահերի վրա։ Իսկ մենք մեր տաղավարում հավաքում ենք ոչ թե բանավիճելու կամ իրար համոզելու համար, մենք հավաքում ենք լսելու եւ հասկանալու համար։ Կհանդիպենք ուրբաթ։